փողոցային պայքար, մենք Հիմա ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունն է ավելի շատ մեծ, թե ցանկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչու ի վերջո այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում։ Ես կարծում եմ ձեր հարցիատերը ուրիշ է։ Դուք արդեն կասկածում եք, որ ես քանի անգամ եմ հայտարարել, որ ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ եթե ազնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար։ Առաջին նպատակը իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանկի։ Ես ուրիշ ոչինչ բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի։ Քոչյանը դեն չէ ստանձնել։ Հիշեցիք, թե ինչ է հավանական այս ամբողջ ընթացքում, այդպես ասեցիք։ Հիմա խորհրդանու մեծությամբ երկրորդ ընդդիմությունը ասում է իր այդ փաստարկների մեջ նշել էր նաև այն, որ իսկ կարող են ապահովել իշխող քաղաքացիական պայմանագրից այն անհրաժեշտ քանակը, որը պետք է միանա այդ նախագծին եւ կարողանան ընդունել ու հաստատել։ Հիմա այսինքն դուք հավանական եք համարում, որ ԿՊ-ից կմիանան այդ 18 падգամավորը եւ կընդունվի այդ նախագիծը։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհները սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ԿՊ-ին համոզեք, հետո մենք էլ դիտենք։ Դե բայ թե մենք ԿՊ-ին ամբողջովին համոզենք։ Այդ ուրիշները ինչի են պետք, էլի չեմ հասկանում։ Անհասկանալի է։ Բացի դրանից, ես խնդրում եմ մեր, այսպես ասեմ, տարակարծությունները չսրել։ Մարդիկ ասել են, գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28 տալու ենք։ Ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ընկերներից մեկն է ասում, ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը։ Հիմա տեխնացու կար, բայց այդ 8 ստորագրությունը այդ Մարոկյանը մեռավ ամեն օր ասելով, որ եկեք միացեք։ Հենա, զանգում եք պարոն Մամեջանյանին։ Հարցնեմ, երբ է ուղարկավորությունը։ Ինչ է նշանակում մեռա։ Նկատում եմ ջանքեր գործադրում։ Ինչքան ուզում ա թող գործադրի։ Ինչքան ուզում ա թող գործադրի։ Ես ներողություն, իրար դուք մի խանգարեք։ Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն արել։ Խնդրում եմ այդ հայտարարությունը նայեք, տեսեք, արդյոք այդ հայտարարությունը խոստանում էր կամ կանխատեսում էր կամ ինչ-որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ-որ մեկին առաջադրեն, այդ խմբակցությունը սատարելու է։ Տենց բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է քննարկելու են, քննարկել է եւ իր կարծիքը տեխնացուի մասին հայտնել է։ Ախր շատ բարձ process է։ Եթե ուզում եք Նիկոլին հեռացեք, հենա տեխնացու կա, հազիվ շանս է առաջացել։ Մարուկյանին համարում են կլասիկ պատգամավոր։ Հիմա այդ կլասիկին դեմ եք, ինչ չափանիշներ պիտի ունենա մոդեռն տեխնացու։ Ախր չափանիշը պետք է լինի նվազագույն բանը, ես չեմ ասում հիմա իմ մոտ գրած է թե ինչ չափանիշներ, բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Հասկացել եմ, որ սխալ է։ Դու թող հանգիստ նստի էլի, որ մենք իրան չենք տանում դատում։ Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել այս մարդը։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, կամ այդ Քոչարյանը պատրաստ եք ընդունել իրենց։ Այո։ Իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլը։ Այո։ Բայց հենց Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության։ Ով ուզում է գա։ Այսինքն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատ լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Նախագահ, այս process-ներին պետք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, կոնսենսուս եւ այլն, թե